Պարոն Մխիթարյան, Սամվել Կարապետյանը ուղերձ էր հղել ու նշել, որ տաղանդավոր հայերն են մեր մեծ հարստությունը, բայց այսօր հենց այդ տաղանդավոր հայերից շատերը արտագաղթում են։ Կարող եք ներկայացնել, թե ինչ ծրագրեր է արդեն իրականացվում պարոն Կարապետյանի կողմից։ Շնորհակալություն։ Նախ կուզեմ նշել, որ մենք այս օրերին ապրում ենք շատ ամոթալի, շատ ցավալի օրեր։ Արդեն 101 օր է պարոն Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ, սակայն ինչքան էլ մեր իշխանությունները փորձում են եւ փորձեցին հնարավորինս վերջինիս ազդեցությունից զրկել եւ թույլ չտալ որևէ գործողություն կատարել, սակայն նույնիսկ ԱԱՑ մեկուսարանից պարոն Կարապետյանը բավականին կարևոր մեր օրերի համար կարևոր եւ առաջնային ծրագրեր է մշակում, որն էլ մենք մեր թիմով փորձում ենք ներկայացնել։ Շատ ճիշտ նշեցիք, արտագաղթի խնդիրը Հայաստանի Հանրապետությունում մեջ բավականին լուրջ տեղ է զբաղեցնում եւ ցավալի։ Այս ամիսների ընթացքում ինչ շփվել եմ պարոն Կարապետյանի թիմի հետ, ես իմ համար 3 բան եմ հասկացել, որ պարոն Կարապետյանը ունի 3 թուլություն։ Առաջինը հայրենիք, եկեղեցի եւ երիտասարդություն։ Դե տեսանք եկեղեցու հետ կապված հայտարարությունը, որ նաեւ վերաբերում էր ուղիղ կապով հայրենիքի հետ, ինչ ստացվեց, որովհետեւ ոչ իրավաչափ գործողություն չանելով մարդուն մեկուսացեցին եւ կալանավորեցին, իսկ ինչ վերաբերում է երիտասարդությանը, այստեղ խնդիրը մեր շատ ավելի լուրջ է, որովհետեւ ինչպես նշեցինք, արտագաղթը եւ երիտասարդների զբաղվածությունը գտնվում է շատ վատ վիճակում, այսինքն երիտասարդները չունեն ընդհանուր առմամբ որևէ զբաղվածություն, ընտանիքները ապրում են ոչ բարվոք, ոչ բավարար պայմաններում, այդ պատճառով մարդիկ ստիպված են լինում արտագաղթել։ Երևի թե ավելի կարևոր է, որ մեր տաղանդավոր երիտասարդները գոնե թե չլքեն երկիրը։ Միանշանակ համաձայն եմ ձեր մտքի հետ, սակայն մենք ունենք արդեն շատ վատ փորձ, իդեմս օրինակ Հենրիկ Մխիթարյանի, Լևոն Արոնյանի, ու եկեք մի բան պատկերացնենք, մենք ընդամենը առավելագույնը 3 միլիոն բնակչություն ունեցող ազգ ենք, ու երբ ունենում ենք նման համաշխարհային լեգենդար մարդիկ, մենք ուղղակի պարտավոր ենք ամեն կնով վերջիններս պահել այստեղ, եւ այստեղ ամենակարևորը այն է, որ իշխանությունը չպետք է նեղացնի այդ անձանց։ Ինչպիսին է վիճակը Հայաստանում սպորտի ոլորտում, երիտասարդ տաղանդների բացահայտման եւ զարգացման գործում։ Ներկա պահին կարող եմ ասել, որ սպորտը գտնվում է շատ վատ վիճակում։ Ինչի եմ սա ասում վստահաբար, որովհետև ես էլ լինելով մարզիչի ընտանիքի անդամ, Վաղամերիկ հայրս եղել է Ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, դեռևս 90-ականներից, 2000-ականներից տեսել եմ, թե ինչ դժվարություններ են տեսնում, ինչ դժվարություններ կան։ Ու տեսեք, այստեղ ամենացավալի հարցն ինչ է, ու մեր շարժումը ինչ է տեսնում, իդեմս պարոն Կարապետյանի։ Ունենք ուղղություններ, որոնց մասով պետք է աշխատենք։ Առաջնային կուզեմ նշել ենթակառուցվածքների մասին, որովհետև տեսեք, իրականում դա բավականին լուրջ խնդիր է։ Քաղաքներում սպորտով ինչ-որ չափով ունենք զբաղվող երիտասարդներ, սակայն գյուղերում կարող ենք ասել, որ դա բացակայում է, որովհետև որևէ հնարավորություն չկա։ Չեմ խոսում միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադահլիճների, մարզասարքերի, մարզակույկերի մասին։ Այս հարցերը լուծելուց հետո, այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ պետք է նշենք, որ այս ամենի պարտավորությունն ու պարտականությունը կրում է ոչ թե բարերար, օրինակի դեմս պարոն Կարապետյանի, այլ դա պետական մակարդակով այդ հարցերը պետք է լուծվեն։ Հաջորդ խնդիրը, որ մենք տեսնում ենք, մասնագետների պակասն է։ Իրականում մեր տան փորձը նույնպես ցույց է տվել, որ մարզիչը պետք է լինի ծնող, որովհետև երբ որ չկա այդ փոխհարաբերությունը մարզիկի ու մարզիչի միջև, մարզիկը եթե այլ նկրտումներ չունի, շատ հնարավոր է շատ շուտ դուրս գա, որովհետև տեսեք, ստացվում է ունենք երկու խնդիր, մարզադահլիճը վատ վիճակում է, մարզիչն էլ իր տեղում չէ։ Եկեք մենք մեզ հարց տանք այդ դեպքում ու 9-10 տարեկան երեխեն ինչ է գնալու սպորտի, ինչն է վերջինից ստիպելու։ Ու այստեղ ամենակարևոր հանգամանքը նաև մեր համար այն է, որ մեր հասարակությունը պետք է առողջ լինի։ Մենք բոլորս էլ լավ հասկանում ենք, որ այնպես չէ, որ ունենալու ենք շատ
Հենրիկ Մխիթարյաններ, հա, օրինակ, կամ 10-20 օլիմպիական չեմպիոններ, Քավլիցի ոչ։ Բայց մենք ունենք տաղանդներ, ունենք երիտասարդներ, ովքեր վստահ եմ շուտ ժամանակից շուտ սպորտից դուրս գալու պատճառով, ոչ մասնագետ մարզիչներ ունենալու պատճառով դուրս են գալիս կամ սպորտից, նաև մյուս պարագայում գնում են այլ երկրներ։ Իսկ մենք, եթե ուշադիր լինենք, օլիմպիական կամ Եվրոպայի, աշխարհի արժությունների ժամանակ չափից ավել շատ մարզիկներ կան, ում ազգանունները յանով են։ Իսկ այդ խնդիրը, կարծում եմ, բավականին լուրջ խնդիր է, բավականին վատ խնդիր է, ու հասարակության համար դա շատ վատ ազդակ է, որ մեր հայրենագիստները արտագաղթում են մեր երկրից, բարձրացնում են ուրիշ երկրների դրոշը։ Ու այստեղ ամենակարևոր հանգամանքը նաև կուզեմ նշել այն, որ դեպքում է երկրի հիմնը հնչում եւ դրոշը բարձրացում։ Չէ՞ պաշտոնական այցեր, երկրորդ տարբերակը դա արդեն մարզիկներն են։ Կարծում եմ մենք սպորտին շատ կարևոր ուշադրություն պետք է դարձնենք։ Ունենք բավականին լավ ծրագրեր կապված զարգացման հետ, թե մարզադահլիճների, թե մարզիկների, թե մարզիչների վերապատրաստման հետ ու վստահ եմ հաջողելու ենք։ Ինչպիսի պետական քաղաքականություն պետք է վարել ձեր կարծիքով, ինչպիսի ենթակառուցվածքներ, անձնակազմ եւ ծրագրեր են հարկավոր։ Մեր համար առաջնային խնդիր լինելու է ենթակառուցվածքների ստեղծումը, որպեսզի ընդհուպ միջև ամենահեռավոր գյուղերից հնարավոր լինի երիտասարդներին, հա, հաջողելու քաղաքների, շրջկենտրոնների մարզադահլիճներ։ Իհարկե նպատակ ունենք նաև մոտակա ապագայում հնարավորինս իրար մոտ ստեղծել մարզադահլիճներ, կառուցել մարզադահլիճներ։ Դրանից հետո երկրորդ փուլը մեր համար գալու է արդեն մարզիչների, մասնագետների իրական վերապատրաստումը, միջազգային փորձի փոփոխություն, սեմինարներ եւ այլն։ Եվ երրորդը արդեն պետական մագարտակով մարդկանց, երեխաներին այն մտքի սերմանումը, որ սպորտը կարևոր է, սպորտը միայն հաջողությունը չի, սպորտը միայն մարզաձևով պարաբելը չի, այլ դա ամենաառաջնայինը առողջ հասարակությունն է։ Եվ խոսք կա, որ ասում են առողջ մարմնում առողջ ոգի, հենց այդ կարգախոսից նույնպես օգտվելու ենք ու կարծում եմ այդ մասով նույնպես հաջողելու ենք։ Տեսեք, այստեղ կուզենամ նշել նաև այն հանգամանքը, որ խնդիրները մեր շատ ավելի խորքային են, օրինակ դպրոցներում։ Ֆիզկուլտուրայի դասընթաց կոչվածները, հա, պետք է լինեն իրականում հենց այդպիսին։ Երբ որ երեխաներին այդ տարիքի երկրորդ դասան, օրինակ երրորդ դասան, երբ որ այդ տարիքից սերմանում ես այդ ամեն ինչը, ունենում ես լավ ֆիզկուլտի ուսուցիչ, երեխան արդեն 2, 3, 4, 5 տարի հետո նայած երբ իր պոտենցիալը կարտանա, արդեն ինքն իր ցանկությունով կուզենա գնալ սպորտի։ Բայց երբ որ մեր ֆիզկուլտի դասադուները օրինակ, չգիտեմ, սիգարետ են ծխում կամ շատ ավելի վատ բաներ են անում կամ հենց դպրոցներում բոլորս լավ գիտենք պաշտոնական տվյալներ են, թե ինչ է կատարվում, ինչ տեղեր էին, այսպես ասած, ծրում։ Դրա համար դրա միակ լուծումը, ինչքան էլ փորձենք այդ վատ բաները, վատ սովորությունները կանխարգելել, բայց պետք է մենք այնպես անենք, որ լավը կերակշռի։ Նաև Հայաստան-Պորտուգալիա խաղի մասին կուզեմ նշեմ, աշխարհի շատ երկրներում բոլորս էլ գիտենք, որ նմանատիպ բաներ լինում են, վերավաճառողներ, սև շուկա։ Բայց տեսեք, այստեղ չեմ լսել ես, լինելով նաև ֆուտբոլի սիրահար, չեմ լսել նմանատիպ, որ պաշտոնական կայքը խափանվի, մոտ 14000 տոմս, որովհետեւ մեկը չկարողանա գնել, ու այդ տոմսերը վաճառվեն հատուկ ընտրյալներին, չգիտեմ, ազգային ժողովի պատգամավոր, պետական գործիչներ եւ այլն։ Ու պատկերացրենք երեխաներին, ովքեր ամբողջ կյանքերը, չգիտեմ, իրանց այդ այսպես ասած, երկրպագելու տարիները անցկացնում էին կամ այն մարդիկ, ովքեր իրենց երեխաներին խոսք էին տվել, որ տանելու էին ֆուտբոլի, պատմական Հայաստանի Հանրության համար պատմական ֆուտբոլային խաղ դիտելու համար, ու ստացվում է տոմսերը չկա, որովհետև կայքեջը չի աշխատում։ Այնուհետև տոմսերը հայտնվում են եւ անհասկանալի գներով։ Մեր անձնական կարծիքով այստեղ նաեւ պետական մագարտակով պետք է լիներ միջամտություն, ոչ միայն այս խաղի մասով։ Մենք պատկերացում ունենք, որ առնվազն 20-ից 30% տոմսերի յուրաքանչյուր խաղերի, որտեղ խաղալու է Հայաստանի հավաքականը, սահմանապահ եւ գյուղերից երեխաներ պետությունը իր միջոցներով պետք է բերի մարզադաշտեր, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ ֆուտբոլը երևի թե ամենամասսայական սպորտաձևերից մեկն է, ու մենք միայն
Պետական մագարտակով կարող ենք այդ խնդիրները լուծել, որովհետև չեմ կարծում, չեմ հավատում, չեմ գտնում նորմալ, որ ինչ որ բարերար 1 միլիոն դրամով 1 տոմ սառներ, չգիտեմ 1000 հատ տոմ սառներ գնար գյուղերից բանաներ այդ երեխաներին բերեին։ Այդ մի քիչ աբսուրդի ժանրից կլինի ու ամենակարևոր նաև հանգամանքներից կուզեմ խոսել այն, որ մենք այստեղ մասնավորին ու պետականին պետք է կարողանանք տարբերակել։ Ինչ իրավունք ու պարտականություն ունի օրինակ բարերարը կամ եկեք անգլիացին ընդհանրապես ինքը ունի թե չէ, ու ինչ պարտականություն ունի պետությունը։ Կարծում եմ պետության իշխանության պարտականությունները շատ ավելի շատ են, որովհետև եթե իշխանությունը չի կարողանում լուծել իր առջև տրված խնդիրները կամ միգուցե չի ցանկանում, դա արդեն շատ լուրջ է ու միանշանակ դա նշանակի, որ իրենք սպառել են։ Չեք կարծում, որ պետություն մասնավոր համագործակցությունը շատ ավելի արդյունավետ կլինի այդ դեպքում։ Դա իդեալական տարբերակներից մեկն է, բայց տեսեք, թեկուզ նույն Սամվել Կարապետյանի մասով, երբ որ բարերարը առանց որևէ հավելյալ պաթոսի, առանց լրատվական միջոցների, առանց ինչ-որ միտեղ բարձրացնելու կատարում է բարեգործություն, բարեսպուն իմաստով, ծախսում է միլիոնավոր դոլարներ, իսկ այդ չես կարողանալու թաքցնել, որովհետև բոլոր փաստերը կան, ուղղակի որովից է փաստ, հնարավորինս չի հրաբարակվել։ Այդ դեպքում հարց է ծագում կողքի բարերարներին, արդյոք իրենք կանեն նույն բանը, եւ մյուս հարցը, ինչի անեն, եթե երբ որ ընդամենը մարդը եկեղեցու դիմաց կանգնած նշում է, որ կարիք չկա եկեղեցուն ինչ-որ թեմաների մեջ խառնել, մենք մեր ձևով այդ հարցին կփորձենք լուծում տալ ու նմանատիպ այդ ֆրազան նախադասությունը ամբողջական չկրկնեմ նորից, բոլորին հայտնի է, ցանկացած իրավաբան, ես էլ լինելով իրավաբան փաստաբան, շատ լավ հասկանում տեսնում եմ, թե ինչ շինծու գործ է սա, իրավաբանության հետ ընդհանրապես որևէ աղերս չունի, սա քաղաքական պատվեր է վադաբանելու Սամվել Կարապետյանին։